Civic-ը խնդրեմ։ Պարոն Խաչատրյան, մայիսի 28-ին Իշխան Սաղաթելյանը մի հայտարարություն է արել եւ նշել, որ կանգնած ենք քաղաքական սարդարապատի շեմին, ես կխնդրեմ ասեք ինչի մասին է այս հայտարարությունը։ Քաղաքական սարդարապատի շեմին պետություն ունենալու եւ պետություն չունենալու ընտրության առջեւ, որովհետեւ այն քաղաքականությունը, որը վարում է այս իշխանությունը, ազգին զրկելու է պետությունից։ Թուրքի առաջ ծնկի գալը, թուրքերի բոլոր պահանջները կատարելը, այս ամենը տանում են պետականության եւ ինքնիշխանության կորստի։ Ֆորմալ առումով միգուցե ինչ որ մի հատված կարող է մնալ, որի վրա գրված կլինի Հայաստանի Հանրապետություն, բայց էությամբ այս իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով կզրկվենք ինքնիշխանությունից։ Հիմա էլ դա է կատարվում։ Թուրքերի պահանջով սահմանադրություն են փոխում, թուրքերի պահանջով հրաժարվում են խոսել Արցախի հանրապետության մասին, Արցախի հանրապետության վերադարձի, ներողություն, Արցախի բնակչության վերադարձի իրավունքի մասին, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին։ Իդեպ, ինչ որ ներքին ձայն ասում է, որ այդ հարցը կբարձրանա։ Արցախի հարցի քաղաքական կարգավորումը ՀՀԿ Հելսինկի վերջնական ակտի, ավարտական ակտի, եզրափակիչ ակտի 3 սկզբունքների հիման վրա է։ Ընդ որում խոսքը գնում էր պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի մասին։ Դիտավորյալ էր ընտրվել այդ սկզբունքը, այլ ոչ թե սահմանների անխախտելիության սկզբունքը։ Ինքնորոշման իրավունքի սկզբունքը չի խախտում ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքի հետ, եւ դրա ապացույցը ՄԱԿ միջազգային արդարադատության միջազգային դատարանի Կոսովոյի հարցով իրավարար վճիռն էր։ Այնպես որ թող չփորձեն Նիկոլ Փաշինյանը եւ իր հետևորդները ստեն խափեն մոլորեցնեն, թե ինքնորոշման իրավունքը ստորադաս է տարածքային ամբողջականության սկզբունքին։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։